Լուսարոտին շարունակվում է ու այս ընթացքում մենք մի փոքր տեղափոխվեցինք այդ մտքերով հուշերով ու երբ որ ես ու Անահիտը մեր եթերներից մեկի տեսահոլովակի գովազդի արանքում շփվում էինք, խոսում էինք լավ երաժշտության մասին, իսկ դուք գիտեք, որ լուսարոտի ընթացքում մենք միշտ ենք լսում լավ երաժշտություն ու դիտեցինք մի տեսահոլովակ ու ասացինք, ինչ ֆանտաստիկ կլիներ եւ մեր հյուրերը լինեին նրանք եւ առասարակ նրանք վերադառնային հայկական շոու բիզնես։ Այսօր մեր հյուրն է ֆանտաստիկ երգչուհի Քահան Ինգա Արշակյանը, բարի լույս, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալություն, որ ձեր առավոտը կիսում եք մեզ հետ։ Շնորհակալություն հրավերի համար, սիրով։ Մեր հայկական երգարվեստում այսպես կար մի գունապնակ, որ այսինքն ձեր դա, երբ որ դուք վերցեցիք այդ դաթարը, այսպես այդ գույնը շատ լուրջ պակասում էր, այո։ Եվ պակասեց այդ գույնը ու ամբողջ ընթացքում միգուցե փորձում էին լրացնել այդ գույնը, միգուցե փորձում էին հասկացնել, որ կարիքը չկար այդ գույնի, բայց ոչ, մինչ վերջերս այդ բացը կար։ Շնորհակալ եմ գնահատականի համար, շնորհակալ եմ, որ մեր պակասը զգում եք, դա շատ գնահատելի իմ կողմից եւ թեև տվող, որպեսզի շարունակենք եւ վերսկսենք մեր գործունեությունը, համենայն դեպս ես ուրախ եմ այն փաստի համար, որ տարիներ անց այն սերմը, որ մենք դրեցինք ֆոլկլորի նկատմամբ, այսինքն մշակումները, ֆոլկլոր մշակումները, ռոք ոճում, ջազ ոճում, հիփ-հոփ եւ փոփ եւ ամեն մոտեցումը թեկուզ եւ ակապելա այսօրվա սերունդը շարունակում է եւ տեսնում եմ ինչքան է զարգացել այդ սերը ֆոլկլորի նկատմամբ, ինչքան նոր երաժշտական խմբեր են ստեղծվում, որ երգում են ֆոլկլոր երգեր եւ այն երգերը, որոնք մենք ենք փորձել նորից վերծանել եւ այն երգերը, որոնք իրենք են հենց փորձում աշխատել, գտնել եւ սկսում է ապրել մեր ֆոլկլորը, դա շատ կարեւոր է եւ ես կարծում եմ, որ ինչ որ չափով վերամբարձ չհնչի, բայց մեր առաքելությունը այդ հատվածում կատարված է։ Հրաշալի է իսկապես։ Այսօր արվեստագետ լինելը որքանով է պատասխանատվություն հասարակության մեջ։ Չափազանց կարևոր է եւ պատասխանատու, որտեվ այնինչ դու տալիս ես, ամենայն դեպս ալտերնատիվ տարբերակ ես տալիս մնացած հնչող երաժշտության նկատմամբ եւ մատաղ սերունդը, որ լսում է, դա իր համար կողմնորոշիչ է լինում եւ ապագայում եւ ներկայում անշուշտ եւ ես հուսամ, որ այնինչ մենք ենք սիրել ժամանակին եւ հիմա ամենայն դեպս ազնիվ ենք անում այդ գործը եւ փորձում ենք եւ կորիզը եւ գաղափարը ամեն հարցում պահել եւ փոխանցել։ Շատ լավ, ես կրկին այս ընթացքում մտքերով էի ու լի հետ գնացեին լավ ժամանակներ, երբ որ կհիշեք հանրային հեռուստաընկերություն դրանով մրցանակաբաշխություն, դաքսանիկ հեռուստաընկերություն դրանով մրցանակաբաշխություն եւ ունենք շատ տես մրցանակաբաշխություններ, բայց ժամանակները փոխվել են ու փոքր է ջան։ Այո, ու մենք էլ ենք փոքր։ Ու ես էլ ենք փոքր։ Ու հիմա ժամանակները փոխվում են, պահանջարկը այլ է, արդյոք հիմա այդ ամեն ինչի կարիքը ընդհանրապես չկա ու արտիստի համար կարծես թե տպավորություն եք դու ես որպես երգչուհի, խնդրում եմ ինձ պատասխանեք այդ հարցին, հա։ Հիմա կարծես թե դարձել է առաջնային ու կարևորը այն, որ YouTube-ում տեսահոլովակների դիտումը շատ լինի, Instagram, Facebook սոցիալական հարթակներում մաքսիմալ ակտիվություն լինի եւ վերջ։ Այն ժամանակ բացի մրցանակաբաշխություններից չի ամեն տեղից պարտադիր պետք է հնչեր ստեղծագործությունը։ Եթե տոնավաճառներից մեքենայից հնչում էր այդ ստեղծագործությունը, ուրեմն ստացված է, կրած է, այսպես ասած։ Ժամանակները դե իհարկե փոխվել են ու հիմա պահանջարկները այլ են։ Արդյոք ճիշտ է, որ հիմա միայն գրեթե միայն YouTube-ի դիտելությունն է շատ կարևոր։ Մի փոքր փորձեմ չհամաձայնել ձեզ հետ, ոչ թե պահանջարկներն են փոխվել, այլ գործիքներն են փոխվել։ Այսինքն պահանջարկը նույնն է այն առումով, որ երաժշտությունը միշտ էլ պահանջված է լինում, որովհետև կարծում եմ ոչ ֆիլմ, ոչ մուլտֆիլմ, որ դուք ձեր կյանքը առանց երաժշտության պատկերացնում եք, եթե օրինակ նույն ֆիլմը նայես առանց սաունդթրեքի, այդ ազդեցությունը չի ունենա ինչ որ երաժշտության հետ միասին, հա։ Եվ կարևորում եմ նաեւ ինչու՞ չէ մրցանակաբաշխությունները, որոնք թեև են տալիս արտիստին եւ անշուշտ PR են հանդիսանում եւ արտիստի համար եւ հանդիսատեսը այն ժամանակ կարողանում է ճանաչել եւ հասկանալ եւ տարբերակել տարբեր արտիստներին մեծ համերգի ընթացքում եւ արտիստի համար էլ դա մի աճ էր, որը հնարավորություն էր տալիս նրան մրցույթները նկատի ունեն, որ աշխատի իր վրա, երկացանկը բազմազան դարձնի եւ կհամաձայնեք ինձ հետ, որ
դա եւս մի հաղթանակ է եւ մեջ կտե ամրանում, որ դու կարողանում ես ցույց տալ քո պետությունը իդեպ Անետ ջան ողջունում եմ եւ եւս մեկ անգամ բրավո եւ շնորհավորանքներս ձեր հաղթանակի նկատմամբ շատ արժանի հաղթանակ, շատ ուրախ է եւ այսպես շատ ուրախացածի էլի մերոնք այնպես որ շատ ուրախ եմ եւ հրաշալի ջանջանի կատարումն է ձեր երգը ինձ հաջողություն բերեց իսկապես ու այնտեղ Ռուսաստանի Դաշնությունում շատ են այդ երգը սիրում ես հասկացա որ Եվրատեսիլի ժամանակ Մոսկվայում չէ եղել այն տարին որտեվ մեր պրոդյուսերը Մոխինան երբ որ Մոսկվայի փոլի ժամանակ մենք կատարում էինք երգեր երբ որ ես սկսեցի կատարել ջանջանը իրանք այսպես մի անգամից պաշտում են այդ երգը մի խոսքով որոշեցին որ երկրի հետը պետք է լինի հենց դա ես էլ մի անգամից համաձայնեցի որտեղ իսկապես դուք ֆենոմենալ արտիստ եք թե դուք թե ձեր քույրը Անուշին եւս ողջունում ենք անպայման կփոխանցեմ ողջույնները շնորհակալություն գնահատականի համար շատ դժվար է այդ երգը դուետով են կատարել եւ զարմանալի է ցաներ թե շատերի համար այսպես լսում են ասում են օ պարային գեղեցիկ այսպես հայկականությունը շատ իր մեջ բայց որ սկսում ես կատարել հասկանում ես որ բավականին բարդ երգ է ու տեխնիկապես այո այդպես հզոր դեր բոլոր երգերն են բարդ այո Նաև եկեք չմոռանանք այսպես ասած ինչի համար ենք հավաքվել, որովհետև Տեսալովակի պրեմիերան լույս առավոտի շրջանակներում հիմա տեղի ունեցավ, բայց Տեսալովակը արդեն 2-3 ամիս կա չէ YouTube-ում։ Այո։ Խոսենք Տեսալովակի մասին, որովհետև մենք ուրիշ բան չենք սպասում այսպես ասած դեզանից, որովհետև այդ հայկականությունը, այդ մերը, այդ այն հազվարությունը կար, բայց միաժամանակ sense mix միաձուլում ժամանակակից լուծումներով, շատ հետաքրքիր դետալներով, ինչպես առաջացավ Յուրօրինակ Գիտեք, մի քանի գաղափար կար ի սկզբանե, երգը արդեն պատրաստ էր շուտ 1 տարի, եւ ես փնտրում էի ռեժիսոր, որը կկարողանա հետաքրքիր մոտեցում ցույց տա, այսինքն յուրովի ներկայացնի դա։ Այսպես պտտվեցի, մի քանի ռեժիսորների հանդիպեցի, վերջում եկա նորից ասում եմ անփորձ թանը, թե հակառակ։ Փորձված անփորձ թանից լավ է։ Մի խոսքով, եւ այդպես պատահական ստացվեց, որ նորից հանդիպեցինք Դավիթի հետ Բաբայան Դոդոին, որը նկարել է մեր լավագույն տեսահոլովակները ապրել ու ապրիլը, մենք ենք մեր ծառերը Գութանը, ցույց տվեց երգը, ասեց՝ «Արի նկարենք»։ Ասեցի՝ «Իսկ ինչպես կարելի է նկարել»։ Ասեց՝ «Ես այնքան փախած մի բան կնկարեմ, հենց ուղղակի ցիտում եմ իրեն, շատ հետաքրքիր ու սկսեց մի ինչպես ասեմ, ցայտաղբյուր է, ֆոնտան է, իդեաների ֆոնտան է, որ սկսում է խոսել, դու չես հասցնում իր մտքի հետևից, ինչպես նաև տեսահոլովակում։ Տեսահոլովակները իր բոլոր շատ դինամիկ են, հետաքրքիր գաղափարներով, մտքերով եւ ես կարծում եմ, որ սա նորովի մոտեցում էր 21-րդ դարին համահունչ, ինչպես եւ խոսում ենք, որ արդեն մրցանակաբաշխությունները դառնում են գնում են մի քիչ երկրորդ պլան, ավելի առաջնային է դառնում երիտասարդության համար YouTube-ը, TikTok-ը, ինչ է իմ մեջի ճիշտն ասած, բայց այո, այդ գործիքները մեր աշխատանքի մի մասն են կազմում, բայց կարծում եմ դա ժամանակավոր է, որովհետեւ հնարավոր է ինչ-որ մի օր արթնանանք եւ նույն այդ TikTok-ը չլինի, օրինակ։ 1 տարի կամ 2 տարի հետո։ Բայց այդպես որ ենք ասել։ Երկրներ կան, օրինակ նույն TikTok-ը թույլ է տալիս միայն օրինակ քիմիական, քիմիայի, ֆիզիկայի հետ կապված փորձարկումները կամ երաժշտության հետ կապված, հա, դա շատ կարևոր է։ Միայն մեր երկում սխալ է այդ գործիքը օգտագործում։ Զարգացնող է, ինքը հավելված նրա համար է, որպեսզի երեխան փորձի իրեն, բայց գիտության ասպարեզում, երաժշտության ասպարեզում իր գիտելիքները ցույց տա եւ ոչ թե անիմաստ ինչ-որ բաներ։ Մի խոսքով չեմ ուզում դատել։ Համենայն դեպս երեխաներից համար արգելված է շատ բաներ։ Եվ YouTube-ի հետ կապված եւ առհասարակ Facebook-ի, TikTok-ի եւ 21-րդ դարի շարժի հետ համընթառաջ մենք արեցինք այս տեսահոլովակը, որը շատ դինամիկ է, ինչպես տեսնում եք, հարսանեկան երգ է, բայց հարսանեկան տեսակատարության հետ գրեթե կապ չունի, այդ առումով Անուշինից հետ համեմիջ չէր իհարկե, բայց կարծում եմ, որ համենայն դեպս արձագանքները այսպիսին են, ավելի մեծ սերունդը
այդքան էլ չի հասկանում, չի ընդունում, ասում է, այս ինչ է բան մեր խրոխտի երգը կարելի էր մի հատ sense լավաշով, մեղրով, բան, եթե հարսանիք, բայց չէ որ դա արվել է բազմիցս եւ առաջիններից էլ մենք ենք եղել։ Ու չի նշանակում որ մոռանում ենք։ Նույն Թամզարյան եւ Թարսանեկանը երգերը մեր ամբողջ դիսակատարություն ներկայացված է տեսահոլովակներում։ Սա փորձեցինք այլ կերպ անել, այսինքն կիբեր այդ իրականության մեջ սերը ներկայացնել այսօրվա շնչով։ Այդպես երգ գրել է Անուշը, նկարել է Դավիթը Բաբայան եւ երիտասարդությունը շատ բուրն արձագանքեց եւ շատ հավանեց այս տեսահոլովակը, ինչի եւ հույսը ես ունեի։ Հրաշալի։ Շնորհավորում ենք ու շնորհակալություն յուրաքանչյուրին, ով կապ ունի Զիլ գործի հետ, բայց նա քիչ առաջ մենք խոսեցինք, որ դուք ձերը չէ համացանցը, հեռու եք ձեզ պահում, այսպես ասած, համացանցից, որովհետեւ դեռ չեք գտնում ձեզ այդտեղ։ Բայց ես ասես մի խնդրանք ունեմ, ոչ թե խնդրանք, մի տեխնիստ պահանջ, գիտեք ինչու, որովհետև այն իրականության մեջ, որ մենք ապրում ենք, որ ցավոք սրտի իմ երեխաները, ձեր երեխաները անկախ ամեն ինչից միևնույն առնչվում են այն գաղջի հետ, որը որ կա ամբողջ համացանցում, ու դուք եւ ձեր քույրը կարող եք համացանցով կիսվել ձեր փորձով, ձեր գիտելիքով, եւ որպես հայուհի, եւ որպես մայր, եւ որպես երգչուհիներ, տաղանդավոր արտիստներ մեր հայկական երգարվեստում փոքրիկ վիդեոները ձեր մասնակցությամբ, ձեր խորհուրդներով, ձեր թեմաներով թող մաքսիմալ շատ տարածվեն ու ավելի շատ հայտնվեն։ Դա ի օգուտ է եւ մեզ, եւ մեր երեխաներին, եւ կարծում եմ ձեզ։ Չէ՞ որ 21-րդ դարն արհեստական բանականություն համացանց։ Այ, շնորհակալություն, կաշխատենք այդ ուղղությամբ անպայման, շնորհակալություն։ Որովհետեւ իմ կարծիքով դա շատ պետք է հիմա։ Այո, ինչպես եք կարողանում ձեր յուրօրինակությունը պահել այս տարիների ընթացքում։ Ուղղակի այն ենք ինչ կանք։ Որտեղ դուք ինտելեկտուալ արտիստ եք, երաժիշտ եք, մտածող, կարծում եմ, երևի։ Շնորհակալություն գնահատականի համար։ Առաջինը մենք շարունակում ենք աշխատել ինքներս մեզ վրա եւ չենք դադարում սովորել, որտեվ ինչքան սովորես, անդադ սովորելու բան կա եւ այնքան էլ հասկանում ես, որ դու գրեթե ոչինչ չգիտես, որտեվ ինֆորմացիոն մանավանդ այս ինֆորմացիան հասանելի է եւ գիտելիքները արդեն բաց են, գիրք գտնելը խնդիր չէ, անընդհատ պետք է աշխատես քեզ վրա եւ չմեծամտես եւ համենայն դեպս ասելիք ունենաս, հենց որ հասկանում ես, որ ասելիք չունես եւ հասել ես տեղ, արդեն ամեն ինչ վերջանում է, համենայն դեպս արտիստի համար, ստեղծագործող անձի համար, եթե մարդ ասելիք չունի, ուրեմն կամաց հեռանում է։ Դառնում է անհետաքրքիր, սպառվում է, այո։ Մենք Փառք Աստծո չենք սպառվել, մենք դեռ շատ ասելիք ունենք եւ երկուսով միասին եւ առանձին, որտեւ ամեն դեպքում յուրաքանչյուրս իր ճաշակը ունի եւ մտածելակերպը ունի, ինչքան էլ որ մենք քույրեր ենք եղել ենք բրենդ եւ կանք առանձին, մի կերպար ենք ստեղծել, մի երաժշտություն ենք, ուղղություն ենք ստեղծել միասին, բայց նաեւ առանձին ուղղություններով ենք հիմա աշխատում, ինչպես ես նաև ավելի ռոմանսային, ավելի տենց սիմֆոնիկ ուղղությամբ, ինչու՞ չէ ռոքային ուղղությամբ, որը իմն է, Անուշը շարունակում է ֆոլկլորը ավելի խորացված դասական սիմֆոնիկ ֆոլկլոր մշակումներով, որը կարծում եմ շուտով արդեն լույս կտեսնի։ Վաու։ Եթե մի փոքր առաջ ենք մենք ընկնում, դուք մեզ ուղղեք, բայց արդյոք վերադարձը միայն տեսահոլովակներով չէ, կունենանք առաջիկայում համերգներ, մենամեներ, որովհետև իմ կարծիքով մեր հայ հանդիսատեսը շատ է սպասում այդ ամենին։ Մենք պատրաստում ենք հետաքրքիր նախագծեր, ինչպես միասին, այնպես էլ առանձին, անշուշտ կլինեն տեսահոլովակներ, բայց Եթե հետաքրքիր առաջարկներ լինեն, որովհետև այն պրոյեկտը, որ Անուշն է օրինակ պատրաստում, դա մեծ սիմֆոնիկ նվագախմբի հետ է եւ արդեն կա ձայնագրություններ եւ որոշ տեսահոլովակներ, ապա պետք է լուրջ կազմակերպչական թիմ լինի, կազմակերպություն լինի, որ կարողանա այդ մեծ բեռը եւ մեծ չափազանց մեծ պրոյեկտը իրականացնի։ Ինչ վերաբերում է ինձ, ես էլ իմ ոլորտում եմ աշխատում, ես էլ իմ հետաքրքիր գաղափարները ունեմ, մի քիչ ավելի մտերմիկ, ավելի էմոցիոնալ, ավելի տենց մեր լեզվին հասանելի, այսինքն ֆոլկլորը մենք բարբառներով ենք երգում եւ
շատերը չեն հասկանում ինչի մասին ենք երգում եւ մենք բացատրում ենք Անուշ ավելի, դա Անուշի ոլորտն է, հա։ Ես ավելի հասանելի լեզվով եմ երգում, այսինքն մեր ժամանակակից, հա, եւ դա գուցե ինձ ավելի մոտ է։ Այնպես որ տարբեր ուղղություններով շուտով կհանձնենք դատին հանդիսատեսի։ Վաու, դե ինչպես հասկացա։ Իսկապես շատ ուրախ ենք, որ դուք վերադարձել եք խորոց սրտի։ Շնորհակալ ենք, որ ձեր առավոտը կիսեցիք մեզ հետ, իսկապես շատ հաճելի է միշտ զրուցել ինտելեկտուալ, բովանդակային ու հետաքրքիր արտիստների հետ, միշտ սովորելու բան ունես։ Ես ոստայեմ, որ առաջիկայում նաև չէ որ մենք Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս էլ շատ մեր հայրենակիցներ ունենք, որոնք ծարավ են ձեր երաժշտության ու վստահ եմ կլինեն համերգներ եւս Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Անպայման, իհարկե, մենք վերսկսում ենք մեր գործունեությունը, այնպես որ հրաշալի պրոյեկտներ են սպասում։ Ես եմ շնորհակալ ձեզ հրավերի համար, ուրախ եմ զրուցել շատ լուսավոր, պայծառ եւ էլի ինտելեկտուալ երիտասարդների հետ։ Ինձ նույնպես հաճելի է առավոտը կիսել ձեզ հետ եւ շնորհակալություն հրավերի համար, եւ շնորհակալություն հանդիսատեսին մեզ դիտելու համար եւ մաղթեմ ուղակի հաճելի լավ օր։ Ձեզ ցանկանում ենք մեգա հաջողություններ եւ լավ օրվա շարունակություն։ Շնորհակալություն լավ երաժշտության համար։ Այո, շնորհակալ։ Դե ինչ մեր հյուրներ երգչուհի Երգան Ինգա Արշակյանը, ով իր թանկ ժամանակից հատկացրեց մեզ եւ վստահ եմ որ ձեր օրը էլ ավելի հագեցած ու տպավորիչ է սկսվել հենց մեզ հետ։ Վաղը կրկին տաղում կաշխատեն մեր գործընկերները Թերեզան եւ Կրիստինան, իսկ մենք կլինենք 5 շաբթի կրկին լավ հյուրերով, կրկին հետաքրքիր ու կարևոր թեմաների շուրջ խոսելով եւ իհարկե այդ ամենը համեմված լավ երաժշտությամբ։ Սա կենտրոն հեռուստաընկերություններ լույս առավոտի ձեզ լավ օրվա շարունակություն։